Հիմա տեսեք օր-օրի ավելի սաստկանում են ճնշումները հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, կարծում եմ համամիտ եք ինձ հետ, վերջինը 3 առաջի օրը ՊՆ նախարարի հայտարարությունն էր, որ այլևս գնդերեսների խումբը լուծարվում է, հա, ինչ-որ այլ ձևաչափի ֆորմատով, հա, չես հասկանում, ինչ-որ կապիտան, մայոր, այսպիսի բաների են վերածվում, այսինքն ստացվում է զինվորը պիտի գնա ոչ թե եթե նախկինում զինվորը հասկանում էր, որ ինքը գնում է հենց տեր հորից, հա, Աստծո կողմից ընտրյալ մարդու կողմից մեղքերի թողություն, օրհնություն ստանալու, այս դեպքում ինչ որ մայորի կամ կապիտանի պիտի դիմի, հա, այսպես է դա առնում, Տեր ուսիկ։ Մի տեսակ ինստիտուտ է, եթե հոգևորականության, չես հասկանում, էլի ինչ որ փորձ է արվում, այդ ինստիտուտը քանդելու, կազմակերպելու։ Ինչ եք կարծում, սա մեր զինվորների հոգեբանության եւ առհասարակ հենց հոգևոր դասի շրջանում ինչի է բերելու։ Տեսեք, ես այսպես մի պարզապես պատմության տեսքով մի բան ասեմ, որ մեր ձեր եւ բոլոր մեր հայազգի ժողովուրդը նայում է, տեսնում է ամեն ինչը, հասկանա թե հոգեվորական ներկայությունը ինչ աստիճանի վիճակ էր բերում մանավանդ պատերազմական շրջանում։ Օրինակ ես հիշում եմ, որ մենք գնում էինք խրամատները պատերազմական շրջանում, ու այդ խրամատների մեջ երբ որ զինվորները տեսնում էին հոգեվորականներին եւ նույն տեսնում էին իրենց հետ, իրենց կողքին հոգեվորականներ կային, որ մշտապես այնտեղ էին մնում էին ցույց ժամանակները մեկը մեկին պես եղբայրաբար փաթաթվում էին, որ մի քիչ տականան, անցնում էր օրերը։ Երջո հոգեպես էլ իրենց տեսնում էին նաեւ այդտեղ հոգեվիճակը, մարդկային փոփոխության վիճակը, մարդը ինչպես է զորանում, հենց զորացման process-ներ նկատվում։ Հիմա եթե նմանատիպ դրությունը հանվում է, հետեւաբար ոնց որ մարդն ասած հայ ազգ քո զինվորին պիտի թողնենք առանց զորացման, առանց հոգևոր զորացման։ Դե եթե դա ընդունելի է հայ ժողովրդի կողմից, ուրեմն ինչ կարող ենք մենք անել։ Բայց մենք մեր հորդորը բնականաբար միշտ հնչեցնելու ենք, որ մարդը չի կարող ապրել առանց Աստծո։ Թեկուզ եթե նույնիսկ այս ժամանակաշրջանում, որ մենք հիմա ապրում ենք, ինչ տեսակի փորձություններ, դժվարություններ, որ հարուցեն հայ եկեղեցու կամ հայ եկեղեցու հոգեվորականների նկատմամբ, մենք շարունակելու ենք մեր հորդորը հնչեցնել մեր հայ ազգի զավակներին, ասելով, որ դուք անկախ ամեն ինչից ձեր հոգևոր վիճակը պահեք, որովհետև դրանով զորանում եք։ Հիմա եթե երեք այսպես հասկանանք, ով է ուզում մարդու հոգեվիճակը փոխել։ Չարը, չէ, ուզում է չարը, միշտ փոխում է մարդու հոգեվիճակը։ Եվ հոգեվորականի գործը քահանան իր հերթին, կուսակրոն իր հերթին, մեր Միքայել Սրբազանը շատ հետաքրքիր ֆորմուլա էր տալիս, ասում էր քահանան հոգեվորականը չարի դեմ պայքարող մարդ է։ Քահանան զինվորն է։ Զինվորն է։ Իսկ կուսակրոնը դա մահապարտն է։ Այսինքն դե զինվորը կարող է ինչ-որ միտեղ այդպես որոշակի թերություններ ունենալ, սխալվել կամ պայքարի մեջ այդ իմաստով, բայց մահապարտը ինքը չի կարող թելանալ։ Ինքը պարզապես մահապարտի աստիճանի վիճակով ապրի։ Հիմա տեսնելով Սրբազանի վարքագիծը համոզում ենք, որ ինքը հենց մահապարտի կարգավիճակում